Սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հակվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար։ Ապրիլ ամսվա ընթացքում, եթե չեք դիտեք անպայման այդ գերհետաքրքիր 3 ժամանոց վիդեոն, որտեղ ես անդրադառնում եմ, թե ինչ է սպասվում ապրիլ ամսվա ընթացքում բոլոր կենդանակերպերին, եւ իհարկե ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այժմ ես ներկայացնելու եմ այս տարվա 15-րդ շաբաթվա, այսինքն ապրիլի 2-րդ շաբաթվա աստղացույց լուսնացույցը, այսինքն ապրիլի 7-ից 13-ն կա ժամանակահատվածի վերլուծությունն եմ ներկայացնելու եւ նաեւ հիշեցնեմ, որ մինչեւ ապրիլի 15-ն են զեղչերի իմ բոլոր խորհրդատվությունների եւ բոլոր մյուս ծառայությունների համար, ինչպես on-line խորհրդատվության, այնպես էլ այցը զեղչվում է մինչև ապրիլի 16-ը 50%-ի չափով, այնպես որ հետագայում չասեք, բա մենք չգիտեինք, չենք լսել, ամեն անգամ ես կրկնում եմ, որպեսզի հնարավորինս շատ մարդ իմանա դրա մասին եւ գա խորհրդատվության, որովհետեւ շատ բարդ ժամանակահատվածում ենք ապրում, շատ վճռական ժամանակահատվածում ենք ապրում եւ ճիշտ որոշումներ կայացնելը չափազանց կարեւոր է, իսկ աստղաբանությունը օգնում է մեզ այդ հարցում։ Զեղչված են նաև հաջողության բանալի փակ տելեգրամյան ալիքի ամսվճարը եւ նաև իմ բոլոր մոգական ծառայությունները, մաքրումները եւ այլ ծառայություններ, այդ թվում նաև թալիսմանները, սիրելի բարեկամներ, այնպես որ շտապեք, մինչև ապրիլի 15-ը շատ քիչ ժամանակ է մնացել, գրեթե մեկ շաբաթ, մի քիչ ավել, մի 10 օր մաքսիմում, որովհետև իսկապես հերթի տակ աշխատում եմ, շատ լարված աշխատում եմ եւ տեղերը խիստ սահմանափակ են։ Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում ապրիլի 7-ից 13-ը ընկած ժամանակահատվածում։ Շատ հետաքրքիր շաբաթ է այն տեսակետից, որ տեղի են ունենում կարևոր աստղաբանական իրադարձություններ այդ շաբաթվա ընթացքում։ Հենց ապրիլի 7-ին, այսինքն հենց շաբաթվա սկզբին, գեղեցկության, մայրության օրվա կապակցությամբ, կարծես թե կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին կանգ է առնում Երևանի ժամանակով 15:07 րոպեին 26 աստիճան ձկներ կենդանակերպում եք, այս ուրախալի իրադարձություն է բոլոր նրանց համար, ում գործերը կանգնած են, ում հաջողությունը կապված է առևտրի, ապրանքաշրջանառության, դրամաշրջանառության հետ, որովհետև երբ Մերկուրին հետ ընթաց է, իհարկե դանդաղում է մեզ մոտ լոգիստիկան, այսինքն ապրանքաշրջանառությունը, բեռնափոխադրությունը, առևտուրը կանգ է առնում, որովհետև Մերկուրին հսկում է եւ հովանավորում է առևտրի աստվածություններ, հա, Մերկուրին Հին Հունաստանում եւ Հռոմում, այնպես որ սիրելի բարեկամներ, ապրիլի 7-ից սկսած նոր ընթացք է ստանալու, այսպես ասած, այն բոլոր գործերը, կիսատ պրատ խնդիրները, որոնք չեն լուծվել մարտ ամսվա ընթացքում, հետընթաց Մերկուրիի պարագայում, կարող եք նաև արդեն նոր նախագծեր սկսել, նամանավանդ լուսինը աճող է, անընդհատ դուք ինձ հարցնում եք, երբ բիզնեսի հետ կապված ինչ-որ նոր նախագծեր, չգիտեմ, այլ ֆինանսական գործարքների հետ կապված ակտիվացում, այդ բոլորը սիրելիներս ապրիլի 7-ից ապրիլի 7-ը խիստ բարենպաստ օր է, ես կասեի այս գալիք շաբաթվա ամենաբարենպաստ օրն է ապրիլի 7-ը, ինչու, որովհետև արդեն նաև Երևանի ժամանակով 16:36 րոպե լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի մեծ հաջողության մոլորակ Յուպիտերի հետ, որը շարունակաբար գտնվում է երկվորյակներում առայժմ մինչև հունիսի 10-ը եւ 17 աստիճան երկվորյակներում գտնվելու է Յուպիտերը, 17 աստիճան Արիուս կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Դա իհարկե բարենպաստ է ամեն տեսակ հանդիպումների, գործնական ինչ-որ պայմանավորվածությունների
պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Ընդհանրապես միջանձնային այսպես երկարատև կապեր ստեղծելու համար շատ լավ է։ Եվ 18:30 րոպեին սիրելի բարեկամներ ապրիլի 7-ին Արեգակը եւ Լուսինը գեղեցիկ երանկյունի կկազմեն Էկադաշի օրն է մեզ մոտ ապրիլի 7-ը, որը շատ բարենպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորելու, նաև կանանց եւ տղամարդկանց միջև այսպես ներդաշնակ միություններ ստեղծելու համար 18 աստիճան արյուծում գտնվելու է Լուսինն եւ 18 աստիճան խոյ կենդանակերպում իր փառավորման աստիճանում գտնվելու է Արեգակը, այնպես որ սիրելի բարեկամներ, եթե ինչ-որ կարևոր միջոցառումներ ունեք, կարևոր պայմանագրեր ունեք ստորագրելու, կարևոր որոշումներ ունեք կայացնելու, ապրիլի 7-ը լավ օր է այդ ամենի համար, որովհետև գալիք օրերը շաբաթվա ընթացքում, այս գալիք շաբաթվա ընթացքում լինելու են շատ ավելի լարված եւ բարդ։ Այսպես լարված է օրինակ ապրիլի 8-ը, 8:08 րոպե Լուսինը բարդ քառակուսի կկազմի անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ 25 աստիճան ցուլ նշանում շարունակաբար գտնվում է Ուրանը եւ Ուրանը կգտնվի ցուլ նշանում, գիտեք, մինչեւ ուրեմն հուլիսի 7-ը եւ 25 աստիճան առյուծում գտնվում է Լուսին, այնպես որ հենց ամսի 8-ին վաղ առավոտյան հնարավոր են կապի խափանումներ, խնդիրներ ճանապարհներին, վթարներ եւ այլ խնդիրներ կապված էլեկտրական սարքերի գործունեության հետ կապված հոսանքի հետ, հնարավոր է նաեւ հոսանքի խափանումներ, այնպես որ զգուշ եղեք ամսի 8-ի առավոտյան 17:39 րոպեին սիրելի բարեկամներ Լուսինը մուտք կգործի կույս աստղակերպ եւ բավականին լարված եւ անբարենպաստ օր է նաեւ ամսի 10 ապրիլի 10-ը հենց ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը մեր մոտ Լուսինը լարված քառակուսի կկազմի Յուպիտերը հետ 17 աստիճան կույս նշանում գտնվում է Լուսինը եւ 17 աստիճան երկորակներում գտնվում է Յուպիտերը, դա իհարկե անբարենպաստ է ինչ-որ կարևոր որոշումներ կայացնելու, ապագայի հետ կապված որոշումներ կայացնելու, լավ հեռանկարային նախագծեր սկսելու համար անբարենպաստ է։ Իսկ 18:38 րոպեին ապրիլի 10-ին սիրելի բարեկամներ Լուսինը եւ Վեներան սիրով գեղեցկության մորակը դիմակայություն են կազմելու, Վեներան շարունակաբար գտնվում է 24 աստիճան ձկներում, իսկ Լուսինը կույս նշանում է գտնվում 24 աստիճան, դա իհարկե լարվածություն կստեղծի միջանձնային հարաբերություն, հատկապես կանանց միջև հարաբերությունները բավականին լարված կլինեն ապրիլի 10-ի երեկոյան։ Դե ապրիլի 10 իհարկե բարենպաստ է ապագան կանխատեսելու համար, որովհետև 19:36 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Ուրանի հետ, որը հովանավորում է հենց աստղաբանության, այնպես որ համեցեք խորհրդատվության, հիշեցնեմ, որ այժմ գործում է 50% զղջին բոլոր ծառայությունների համար։ Եվ արդեն մի փոքր ավելի ուշ 20:25 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը լարված դիմակայություն կկազմի խոչընդոտների դժնդակ մոլորակ Սատուրնի հետ, արգելքներ, խոչընդոտներ, սահմանափակումներ, իհարկե անբարենպաստ է այսօր ինչ որ կարևոր հարցեր կարգավորելու համար, լուծելու համար, հատկապես միջանձնային հարաբերություններ, սիրային հարաբերությունները խիստ անբարենպաստ են, այսինքն ապրիլի 10-ին ցանկալի չէ նաև ամուսնություն, նշանադրություն եւ այլն, որտեղ նախ Լուսինն է Վեներայի դիմաց կանգնած, այնուհետև Լուսինը Սատուրնի դիմաց կկանգնի, որը կսառացնի այդ հարաբերությունները միջանձնային, կդժվարացնի այսպես դրսևորում այդ հարաբերությունների եւ արդեն 23:19 րոպեն Լուսինը նաեւ վեցանկյուն կկազմի Մարս մոլորակի հետ 27 աստիճան խեցգետնում գտնվում է Մարս եւ 27 աստիճան կույս նշանում գտնվելու է Լուսինը, իսկ 23:48 րոպեին արդեն ապրիլի 10-ին օրվա ավարտին Լուսինը նաեւ դիմակայելու է Մերկուրին կապև հեռահաղորդակցության մոլորակին 27 աստիճան կույս նշանում գտնվում է Մերկուրին եւ Լուսինը նույնպես գտնվելու է 27 աստիճան
27 աստիճան ձկներում գտնում է Մերկուրին, իսկ լուսինը 27 աստիճան կույս նշանում, այնպես որ այդ օրը կարևոր հանդիպումներ, կարևոր ինչ-որ միջոցառումներ, պայմանագրերի ստորագրում, վարկեր մի վերցրեք այդ օրը ապրիլի 10-ին, որտեղ այդ դիմակայությունը լուսնի եւ Մերկուրի օրվա վերջում կբարթացնի ըստ էության այդ վարկերի մարումը, ընդհանրապես այդ կարևոր առևտրային, ասենք համաձայնագրեր, պայմանագրեր, ինչ որ բիզնեսի բացում, իհարկե անբարենպաստ է ապրիլի 10-ին։ Սիրելի բարեկամներ, ապրիլի 15-ին 11-ին 5:11 րոպեին վաղ առավոտյան լուսինը մոտ կգործի կշեռ։ Եվս մեզ մոտ բարդ օր է սպասվում ապրիլի 11-ը, որովհետև վաղ առավոտյան արդեն հենց լուսինը մոտ գործի կշեռ, արդեն 6:03 րոպեին Երևանի ժամանակով մենք ունենանք լուսնի եւ Նեպտունի դիմակայությունը։ Գիտեք, որ արդեն իսկ մարտի 30-ին անորոշության, միստիկայի, մոգության, զանազան մոլորությունների մոլորակ Նեպտունը մուտք է գործել Խոյ։ Ժամանակավորապես է իհարկե մուտք գործել մինչև դեկտեմբեր այս տարվա, բայց հիմնականում արդեն նրա ազդեցությունը Խոյ կենդանակերպում կզգացվի այս տարվա ընթացքում։ Լուսնի Նեպտունի դիմակայությունը բարձրացնում է խաբեությունների, մոլորությունների, օնլայն տարբեր հանցագործությունների, զանցանքների հավանականություն, այնպես որ զգուշ եղեք ապրիլի 11-ին։ Ես դիտելով YouTube-ում այդ տեսանյութերը տեսնում եմ, որ մարդիկ ինչ որ անհասկանալի հղումներ են բացում եւ այնտեղ լրացնում են իրենց անձնական տվյալները։ Զգուշացեք ապրիլի 11-ին նման բան մի արեք, սիրելի բարեկամներ, որովհետեւ դա կարող է նպաստել հենց այդ օնլայն հանցագործությունների։ Եվ 12:37 րոպեին արդեն ապրիլի 11-ին Երևան ժամանակով 12:37 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Պլուտոնի հետ 3 աստիճան ջրհոսում գտնում է Պլուտոնը, արդեն հիմնովին Պլուտոնը մուտք է գործել ջրհոս եւ 20 տարի մնալու է ջրհոսում, այնպես որ ջրհոսները անպայման պետք է գան խորհրդատվության, պես մենք հասկանանք ինչ է կատարվում իրենց կյանքում, ինչ է կատարվելու մոտակա 20 տարիների ընթացքում։ Իհարկե Պլուտոնը ազդելու է նաև առյուծների վրա, հատկապես ցլերի եւ կարիճների, Պլուտոնը ջրհոսում։ Եվ իհարկե լուսնի եւ չար մոլորակների ցանկացած, որտեղ Պլուտոնը դա պատերազմի մոլորակ է, ավերի մոլորակ է, երբ նա անգամ բարենպաստ մոլորակային փոխհարաբերություն է կազմում լուսնի հետ, իհարկե զանազան բարձ զարգացումներ են, ինչ որ ագրեսիվ հայտարարություններ են հնարավոր, վերջնագրեր են հնարավոր եւ ռազմաքաղաքական լարվածության աճ։ Նամանավանդ, որ ամսի 12-ը եւս այսպես իհարկե ամսի 12-ը նախա լուսնային օր է լինելու, բարեխառն օր է լինելու եւ ընդհանուր առմամբ բարենպաստ օր է լինելու, այնպես որ եթե ինչ-որ շատ կարևոր գործեր ունեք անելու, կարևոր պայմանագրեր, ելույթներ, ինչ որ ընթացիկ զարգացումներ գործնական, անձնական ոլորտում, դա ապրիլի 7-ն է եւ ապրիլի 12-ը, ինչով է բարենպաստ ապրիլի 12-ը, որովհետեւ 17-ից 19 րոպե Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, 17 աստիճան երկվորյակներում գտնվում է Յուպիտերը եւ 17 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը։ Սա շատ բարենպաստ է, ընդհանրապես լուսնի եւ Յուպիտերի եռանկյունին, հատկապես եռանկյունին նպաստում է ցանկացած գործնական ընթացքի բարելավմանը, ֆինանսական հաջողություններին եւ եթե դուք սկսեք ինչ որ գործունեություն, ինչ որ կարևոր ենթադրենք գովազդ դնեք կամ ինչ որ կարևոր պայմանագիր ստորագրեք, ապրիլի 12-ին շատ բարենպաստ կլինի այդ ընթացքը հետագայի համար։ Բայց այնուամենայնիվ բավականին լարված է ամսի 13 ապրիլի 13-ին մենք ունենանք ապրիլյան լիալուսինը, որը բավական վտանգավոր օր է, 4:22 րոպեին տեղի կունենա ապրիլյան լիալուսինը Երևանի ժամանակով եւ լուսինը կգտնվի 23 աստիճան կշեռք նշանում, այսինքն արևի, գիտեք, որ արևի եւ լուսնի դիմակայությունը ստեղծում են լարվածություն, էմոցիոնալ լարվածություն,
սրացվում են զանազան հիվանդություններ եւ առհասարակ լիալուսինը ազդում է մեր էմոցիոնալ սխալորոշումների կայացման հետ կապված կամ էմոցիաների ազդեցությամբ ինչ որ սխալ քայլեր եւ այլն, այնպես որ ապրիլի 13-ին զգուշացեք այդ ամենից, հատկապես օրվա սկզբին։ Եվ ժամը 2-ին ցերեկը լուսինը լարված քառակուսի կկազմի նաև ռազմի եւ էներգիայի նախաձեռնության նորակ Մարսի հետ 28 աստիճան կշեռքում գտնվելու է Մարսը, կշեռքում գտնվելու լուսինը իմիջիալոց այրված ճանապարհի վրա է գտնվում լուսինը, որը ավելի բարդացնում է ընթացքը եւ ստեղծում է լարվածություն, իսկ արդեն ապրիլի 13-ին մենք կզգանք այդ ռազմաքաղաքական շեշտակի լարվածությունը ցավալիորեն, գիտեք, որ հատկապես այդ լարվածությունը հասնելու է իր գագաթնակետին եւ ես դրա մասին խոսել եմ դերևս անցած 24 թվականի վերջին գագաթնակետին այդ լարվածությունը կհասնի ապրիլի վերջին տասնօրյակում։ Եվ իհարկե լուսնի եւ Մարսի լարված քառակուսին առաջացնում է ագրեսիայի աճ, առաջացնում է միջանձնային հարաբերությունների մեջ զանազան կոնֆլիկտներ, խնդիրներ, այնպես որ ամսի 13-ին կիրակի օրը այսպես կարևոր նախաձեռնություններ մի արեք, մարդկանց միջև մի փորձեք մարդկանց հետ հարաբերություններ պարզել, հատկապես տղամարդկանց հետ, ու Մարսը դա տղամարդկանց մոլորակ է, ովանավորող մոլորակ է, եւ նամանավանդ, որ արդեն ապրիլի 13-ին 17:05 րոպեին լուսինը 17:53 րոպեին լուսինը մուտք կգործի կարիճ աստղակերպ, իսկ կարիճը գիտեք, որ լուսնի թույլ դիրքն է, լարվածությունն է աճելու, այսպես բլբլթալու է այդ էմոցիաների կաթսան եւ այդտեղից այդ շիթերը գոլորշու դուրս են թափվելու եւ զանազանիկը գնալով լարվածությունը մեր մոտ աճում է, բարենպաստ օրերն են ելիք շաբաթվա ընթացքում ապրիլի 7-ը եւ 12-ը եւ հետեւելով իմ խորհուրդներին իհարկե դուք շեշտակի կբարելավեք ձեր հաջողությունը, շատ ավելի շատ խորհուրդներ, շատ ավելի շատ տեխնիկաներ, ինչպես անել, որ կատարել ձեր ցանկությունները, արագ կատարել առանց դժվարությունների հասնել ձեր նախընտրած հանգրվանին, այդ ամենի մասին ես մանրամասն ներկայացնում եմ հաջողության բանալի փակ տելեգրամյան ակումբում, սիրելի բարեկամներ, եւ եթե բաժանորդագրված եք, այժմ զեղչեր են գործում, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի կարողանաք ամիս բարելավել, բազմապատկել, տասնապատկել ձեր հաջողությունը։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին ապրիլի 7-ից 13-ը ընկած ժամանակահատվածում։ Եվ այսպես, սիրելի խոհեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթ ապրիլի 7-ից 8-ը, զբաղվելու եք ձեր երեխաներով, հանգստով, հաճույքներով, շատ դրական օրեր են նաև բիզնեսի համար, ապրիլի 8-ից 11-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, կարգավորելու եք նաև ձեր առողջությունը։ Իսկ ապրիլի 11-ից 13-ը զգուշացեք բախումների ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ, որովհետև եթե փչացնեք հարաբերությունները, դժվար կլինի նրանք վերականգնել։ Սիրելի ցուլիկներ, ընդհանուր առմամբ բարեխառն է գալիք շաբաթը ձեզ համար ապրիլի 7-ից 8-ը, ընտանեկան տան հետ կապված, ծնողների հետ կապված հարցերով եք զբաղվելու, տան արքուվաճառք, հնարավոր ինչ-որ կամ փաստաթղթերի ձևակերպում։ Ապրիլի 8-ից 11-ը զբաղվելու եք ձեր երեխաների հետ կապված հարցերով, շատ բարենպաստ օրեր են հաճույքների, հանգստի, սիրո համար, լավ է նաև բիզնեսի համար։ Ապրիլի 11-ից 13-ը զբաղվելու եք ձեր ընթացիկ աշխատանքային հարցերի կարգավորմամբ եւ առողջության հետ կապված խնդիրների լուծմամբ։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը ապրիլի 7-ից 8-ը,
կարճանապար է գնալու եւ կարեւոր երկար սպասված լուր է գալու ձեզ։ Հնարավոր է նաեւ կարևոր եւ շատ հեռանկարային գործնական կամ անձնական բնույթի հանդիպում։ Ապրիլի 8-ից 11-ը զբաղվելու եք ձեր ընտանիքով, երեխաներով, տան հետ կապված խնդիրներով եւ ապրիլի 11-ից 13-ը ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնելու եք ստեղծագործության, ստեղծագործական առաջընթացի վրա, ձեր երեխաների հետ կապված հարցեր եք լուծելու եւ բարենպաստ է նաեւ բիզնեսի համար ինչ խոսք։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 7-ից 8-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, ապրիլի 7-ից 11-ը կարճանապար է գնալու կամ կարևոր տեղեկատվություն եք ստանալու, նաեւ հետաքրքիր հանդիպում է հնարավոր հեռանկարում, դեռ արդեն Մերկուրին կանգ է առել եւ բարենպաստ է նոր հանդիպումների համար, սիրելի խեցգետիններ, եւ ապրիլի 11-ից 13-ը ձեր տան, ընտանիքի եւ ծնողների հետ կապված հարցեր եք կարգավորելու։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 7-ից 8-ը զբաղվելու եք ձեր արտաքին տեսքով եւ գեղեցկությամբ, գործնական եւ անձնական խնդիրների կարգավորման համար եւս բարենպաստ է ապրիլի 7-ը եւ 8-ը հաջողությունը ձեր կողմն է, սիրելի առյուծներ, ապրիլի 8-ից 11-ը բարենպաստ է ֆինանսական հաջողության համար, սիրելի առյուծիկներ, փող եք ստանալու եւ ապրիլի 11-ից 13-ը հետաքրքիր հանդիպում կարճ ճանապարհի ընթացքում գործնական կամ անձնական բնույթի։ Սիրելի կույսիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 7-ից 8-ը ակտիվանալու են այնուամենայնիվ ձեր գաղտնի թշնամիները զգուշ եղեք, կարևոր տեղեկատվություն, որը դուք չեք ուզում, որ մարդիկ իմանան, կարող է դուրս սպրտալ ձեր անցյալի, մութ անցյալից։ Ապրիլի 8-ից 11-ը բարենպաստ է ձեր անհատական գեղեցկության եւ հմայքի համար, գործնական եւ անձնական խնդիրներ կարգավորելու համար խիստ բարենպաստ օրեր են, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կույսիկներ, եւ ապրիլի 11-ից 13-ը բարենպաստ է ֆինանսական հաջողության համար, փող եք ստանալու։ Սիրելի կշերքներ, ձեզ համար ընդհանուր առմամբ ապրիլի այս գալիք շաբաթ, ապրիլի 7-ից 12-ը եւս բարենպաստ է, ապրիլի 7-ից 8-ը կարևոր հանդիպում ընկերական շրջապատում եւ ինչ որ նպատակի իրագործում։ Ապրիլի 8-ից 11 ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք եւ ապրիլի 11-ից 13-ը զբաղվելու եք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ եւ անձնական գործնական հարցերի լուծմամբ հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթ, ապրիլի 7-ից 8-ը կատարվելու ինչ որ շատ կարևոր գործնական խնդրի լուծում, պաշտոն, պետական դուռ, ինչ որ փաստաթուղթ, այդ օրերը բարենպաստ են դրա համար, կամ առաջարկություն եք ստանալու գործնական կամ անձնական բնույթի շատ բարենպաստ առաջարկություն եք ստանալու, սիրելի կարիճներ։ Ապրիլի 8-ից 11-ը, սիրելի կարիճիկներ, կարևոր երազանք է կատարվելու, ինչ որ նպատակ է իրագործվելու, կամ գաղափարակիցների կամ ընկերների հետ հետաքրքիր ջերմ հանդիպում։ Ապրիլի 11-ից 13-ը այնուամենայնիվ ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթ, ապրիլի 7-ից 8-ը արտասահմանից նվեր եք ստանալու կամ կարևոր տեղեկատվություն, ապրիլի 8-ից 11-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, պետական դրան հետ կապված փաստաթղթերի կամ ինչ որ գործնական կամ անձնական բնույթի շատ հետաքրքիր առաջարկություն եք ստանալու, սիրելի աղեղնավորներ, եւ 11-ից ապրիլի 13-ը կատարվելու է ձեր նվիրական երազանքներից մեկը, նաեւ ձեր երեխաներն են ձեզ ուրախացնելու, հնարավոր է լավ լուր ստանաք ձեր երեխաներից, չափած երեխաներից։ Սիրելի այս եղջյուրիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է շաբաթը, չնայած բարդ է սկսվելու գալիք շաբաթը, ապրիլի 7-ից 8-ը ինչ որ էքստրեմալ իրավիճակ է ստեղծվելու եւ անհրաժեշտ է լինելու ձեզ շտապ գումար, բայց մեծ վարկեր կամ պարտքեր առայժմս մի վերցրեք։ Ապրիլի 8-ից 11-ը
Արտասահմանից լավ լուր եք ստանալու կամ նվերից 11-ից 13-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար կամ կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն եք ստանալու։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 7-ից 8-ը զգուշացեք ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, որովհետև հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Ապրիլի 8-ից 11-ը էքստրեմալ իրավիճակներ հնարավոր է առաջանան, ձեր շտապ փող պետք կլինի, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, բայց այնուամենայնիվ հնարավոր է, եթե դուք չփչացնեք այդ հարաբերությունները ձեր զուգընկերների հետ, նվեր ստանաք գումարի տեսքով։ Սիրելի ջրհոսներ, ապրիլի 11-ից 13-ը կարևոր լուր է գալու ձեզ արտասահմանից կամ առաջարկություն։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար նույնպես բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 7-ից 8-ը կարևոր գործնական խնդիրն ընթացիկ աշխատանքային խնդիրներ եք լուծելու, առողջության հետ կապված հարցեր եք կարգավորելու։ Ապրիլի 8-ից 11-ը զգուշացեք բախումներից ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, իսկ ապրիլի 11-ից 13-ը ֆինանսական խնդիրներով եք զբաղվելու, բայց զգուշացեք, մեծ գումարներ պարտքով կամ վարկով մի վերցրեք, որովհետև առայժմ Յուպիտեր Մերկուրին կապե վերարտացան ֆինանսի մոլորակը դանդաղ է շարժվում եւ այնուամենայնիվ նա նոր է դուրս եկել իր հետընթաց շարժից, ավելի բարենպաստ կլինի վարկեր կամ պարտքեր վերցնել ապրիլի 16-ից հետո կամ 26-ից հետո, երբ Մերկուրին դուրս կգա իր ստվերային գոտուց։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում ապրիլի 7-ից 13-ը ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղրամյանի YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են կատարվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար կհանդիպենք, ստեսություն։